Ճիշտ է, որ ազդեցության շրջանակը սրանով իրենց մեծանում է։ Հիմնականում խոսվում է Ռովշանի մասին, Ռովշան Լենկորանսկու մասին, որը բավականին հայտնի, այսպես ասած, հեղինակություն է, քրեական հեղինակություն վրացական կողմում, բայց Ռովշանը դեռևս Օնեյանի չէ, նա առաջին դեմքը չէ, ոչ այդ կլանում, առավել ևս ոչ էլ ռուսական կրիմինալ աշխարհում։ Գիտեք ինչ կա, ադրբեջանցիներ շատ են եղել, նույնիսկ մեր հանրահայտ Ռաֆայել Բադասարյանի աջ ձեռքը եղել է, եթե կարդացել եք գիրքը, գիտեք, եղել է ազգությամբ ադրբեջանցի, որը բավականին օգնել է նաև մեզ հայերիս։ Բայց ադրբեջանցիները որպես առանցին, այսպես ասած, կլան առանցին խմբավորում դեռևս այդքան ուժ չունեն։ Ադրբեջանցիներ կան, այո, այդ հիմնականում ես հասկացած այդ հարցը խոսքը Ռովշանի մասին է, որը գիտեք ինչ կա, քանի Օնեյանին կա, Ռովշանը երրորդական դեմք է լինելու։ Դա հետագայում ցույց կտա, չգիտեմ վաղը ինչ կկատարվի։ Հիմա ինչ վերադասավորումներ կլինեն այս մահից հետո, ինչ է սպասում։ Վերադասավորումներ անպայման կլինեն, Եվ շատ է խոսում, որ սկսվելու է պատերազմ։ Պատերազմը ավարտին է մոտենալու։ Ես ասեցի Անժելա ջան, դա պատերազմը սկսվել է 2006-ին, հայտարարվել է բացահայտ 2008-ին։ Հիմա պատերազմը գուցե ավարտին հասցվի։ Հիմնական հեղինակությունների դեմ մահափորձեր կատարելուց հետո գիտեք ինչ կա, միշտ էլ վերափոխումներ լինում են այդ աշխարհում, որտեվ ասեմ, հիմնական մեծ կտորը, որի համար այս եւ երկու կողմը եւ ուրիշ շատ փոքր մեծ խմբավորումներ կռվում են, այսօր արդեն Սոչի օլիմպիական խաղերն են, որի աշխատանքները, ստադիոնները, սպորտային շինությունները կառուցելու համար Առաջ նախատեսված է եղել նախատեսված է եղել ծախսել 83 միլիարդ ռուբլի։ Այդ շինարարությունների վրա պետք է զբաղված լինեն, հիմա էլ զբաղված են 200,000 բանվոր։ Մենակ մի փոքր քաղաքում։ Դուք այս թիվը պատկերացնում եք ինչ թվեր է, սա մեծ թվեր են։ Արքայի աթոռը երբեք թափուր չի մնում։ Երբ որ 2009 թվականին այսպես ասեմ, չեմ ուզում ասեմ, բեմադրվեց Յապոնչիկի սպանությունը, պարզապես 2006 թվականի հոկտեմբերի 25-ին հայտարարվեց, որ Յապոնչիկը մահացել է, Իվանկովը, հուլիսին հիշում է, կրակել էին իր վրա։ Անմիջապես առաջին գիծ եկավ ավտոմատ, եկավ Ջեթ Հասանը։ Ջեթ Հասանին փոխարինողներ կան եւ կլինեն։ Այսօր շրջանառումը 4 անուն, որոնցից մեկը իր ազգակիցներից մեկն է, այսինքն ազգությամբ եզիդ է։ Իսկ ով կլինի, եկեք շտապենք երեխեք ջան, որտեղ սա ժողով պիտի լինի, հա։ Հայաստանի, ինչ ասեմ, աշտարակի կամ Աբարանի գյուղապետի ընտրությունը չի, որ անգիր գիտենք ով անստեղ։ Նրանք անենց ես որից իմանամ բալամ։ Ես գիտեմ, բայց որից տամ է։ Հայ, ողերը հիմնականում դրսում են գործել, այդ թվում նաև Սովորաֆը տարին մեկ անգամ կամ 2 տարին մեկ անգամ եկել է իր հարազատների նոր տարին շնորհավորելու, այստեղ էլ 1-2 ընտիր մարդիկ են եղել։ Ասում էին Ջեթ Հասանն էլ է Հայաստանում եղել։ Ջեթ Հասանը շատ է եղել Հայաստանում, շատ է եղել, հենց հիմա շատ ներողություն, այս հարցն է։ Բայց իր հարցին պատասխան ազդեցությունը ինչ շրջանակների վրա ազդեցություն ունեն։ Հենց այդ ձեր հարցին պատասխանելու համար եմ ասում։ Ջեթ Հասանը լուրջ կապեր ունի Հայաստանում, հիմա էլ կան այդ կապերը, լուրջ կապեր ունի հայերի հետ։ Եթե լավ է, ընդդիմադիրների թե իշխանության։ Չէ, նա այդպիսի խաղերի մեջ չի մտնում, որովհետև ընտրական քվեների հետ կապ չունի։ Բայց փողի իշխանությունա չէ։ Լուրջ մարդ է։ Փողի իշխանությունա չէ եւ այդ իրանց ասում թե իշխանություն ունեն։ Գիտեք ինչ կա, այստեղ ես ձեզ մի բան ասեմ։ Նա եթե լավ եք հետևել, իհարկե լավ եք հետևել։ Նրա թիկնապաններից առաջին անգամ, երբ որ իր դեմ մահափորձ իրականացվեց, առաջին անգամ զոհվեց նրա թիկնապա հայերից մեկը, երկրորդ անգամ վիրավորվեց Արթուր մեր լորեցիկ տղան իր թիկնապաներից մեկը
10 թվականին, երբ որ իդեմ հաղափոխ։ Նա հայերի հետ շատ մոտիկ է։ Եղել է մեր Ռաֆայել Բադասարյան ամենամտերիմ մարդկանց մեկը։ Եթե դուք տեսնեք այդ կադրերը, որոնք ինձ մոտ կա, կցնցի ձեզ, թե նա ինչպես է կազմակերպել Սվորաֆի դագաղը դին Մոսկվայից փոխադրել է Երևանում թաղման արարողությունը մոտ 4.5 Լավ, մեզ հետաքրքիր է իրենց ինչն են իրենք վերահսկում Հայաստանում կամ այլտեղ ինչն է իրենց վերահսկողության տակ։ Եթե ասում եք իշխանությունը իրենց է թվում, որ իշխանության է։ Վերահսկողությունը էսա հիմնականում տնտեսական ոլորտներն է, Անժելա ջան, ֆինանսական գործառնություններ, որոնք բանկեր են դրանք, շինարարություններ են դրանք, տնտեսության առանցին ճյուղեր են, այդ թվում նաև եւ արտահանումը, եւ ներմուծումը, սրանք գալիս բախվում են իրար հետ Հայաստանում թմրանյութի մասին չխոսենք, որտեղ Հայաստանում այդքան բացառիկ դեպքեր ա եղել, որ Հայաստանի միջով, Հայաստանի վրայով գնացել է բացահայտվածն եմ ես ասում, չբացահայտված այնքան կա, շատ բան կասեն։ Այսինքն ինչ փոխվեց, որովհետեւ Հիմա փոխվեց այն, որ Ջեթ Հասանը, որը շատ մոտիկ էր հայերի հետ, ազգությամբ հայերի հետ, եթե նրանից հետո ինչ որ մեկը գա այդ կլանի գլուխ, գուցե նույն հարաբերությունները չունեն Այսինքն վերադասավորում է սպասվում։ Վերադասավորումներ ա լինելու անպայման։ Իսկ լավ, արդյունքում հնարավոր է ճանապարհներ բացվի, այսինքն այդ ամեն ինչը, որ իրենց ձեռքում էր, հա, օրինակ արտահանել եւ ներմուծել։ Ճանապարհներ ուր բացվի։ Նուր, որը Հայաստան հասարակ մարդկանացիների համար դա մի քիչ պրոբլեմատիկ բան էր, որովհետև ոչ կարող էին արտահանել, դա որոշակի մարդկանց ձեռքում էր, ամենահասակ օրինակը։ Նույն տարբերակով հնարավոր է ինչ-որ փոփոխություններ լինեն, որպեսզի ինչ-որ ազատության ճանապարհներ բացվեն, այսինքն հասարակ մարդիկ կարողանան բիզնես։ Եթե նրանք հարմար գտնեն, որ Հայաստանից նուր արտահանելը, ծիրան արտահանելը, մեր ջերմուկ արտահանելը կամ արդիկ տուֆ քարը արտահանելը ձեռնծոյ է, մեծ ֆինանսներ ա բերում իրենց, գմատնեն այդ գործի մեջ, բայց քանի որ մենք ունենք, կարող ենք արտադրել եւ արտահանել ընդամենը 3 կիլոգրամ 428 գրամ նուր, այսինքն 6 հատ նուր, ոչ ավելի, եւ 1 արդիկ քար, 18 շիշել ջերմուկ, նա այդ փոքր ծավալ է դա։ Պուտինի անունը ինչ է շրջանառվում, պարոն Գալոյան։ Ասեմ, մարդկանց հեղինակություններին, այս աշխարհի հեղինակություններին վարկաբեկելու համար հակառակ կողմը միշտ նրանց կապում է իշխանությունների հետ, որպեսզի այդ մարդը վարկաբեկվի, հիմա կասեմ այդպես է թե չի, որպեսզի այդ մարդը կրիմինալ աշխարհում վարկաբեկվի, ասում են, գիտեք, նա Պուտինի մարդն է։ Ինձ ես լուրջ ուսումնասիրել եմ, հիմա իմ տանը դրած է մոտավորապես միայն վերջին օրերը 500-600 այսպես թերթ էջ, որոնք միայն հասարին են վերաբերում։ Մոտ մեկ էլ տեսար, մեկը գալիս են ուրեք ասում, Գալոյան, իմ աղբոր մասին գիրք կգրես, ասում հանգիստ կգրեմ, ով է, նկարիչ է, գրող է, բանաստեղծ է, չէ ինքը օրենքով գող է, ով է օրենքով գող, երրորդ մասի կյարժ է։ Ասի չարետ տանեմ, ես էլ կատակի տվի, ասի գտես ինչ կա, ես գրում եմ մասիվի չորնեի մասին։ Գոնե ասի կենտրոնի։ Հաջորդ անգամ Անժելա ջան կասեմ կենտրոնի կիսաշիկայերի մասին։ Չարետ տանեմ, երրորդ մասի կյարժը։ Այս մարդը որ գնաց, այստեղ էլ կանգնացին, ասեց լավ էլի գալու եմ։ Մի խնդայել մարդը քեզ հեռանում դեսպանանում, ասի տղեկ ով է, ասեց, հետո հետաքրքրվեց, իմացավ։ Երրորդ մասում եղել է մի տղա, որին ներողություն արտահայտանս մահի ենթարկեցին որոշ մարդիկ, որտեղ ջեբկիր էր։ Գրպաներ էր մտնում, փող էր կողնում։ Կամ շուկա էր մտնում, փող էր կողնում։ Այսինքն սպանեցին մահի։ Այո, նա Հայաստանի վրա անպայման հետևանքներ կունենա, որտեղ ես ինչի այսքան երկարացրի։ Ջեթ Հասանը կապերի մեջ է եղել հայերի հետ երկար ժամանակ եւ հայերեն ստեղ եկել, գնացել, գալիս են գնում են եւ անկասկած անպայման հետևանքներ կունենա։ Ով կլինի Ջեթ Հասանին փոխարինողը եւ նրա վերաբերմունքը ոնց կլինի մեր հայերի նկատմամբ ուրիշ կլինի։ Եվ որ Ալիկ Մինալյանը 2009 թվականի փետրվարին սպանեցին նրան Մոսկվայում, Ալիկ Մինալյանը իր ամեն ինչով հոգով, սրտով ամեն ինչում նվիրված էր Ջեթ Հասանին եւ նրա մեծ հարգանք ուներ նրա մոտ։ Ստենց էլ շատ հայեր կան հիմա, որոնք վաղը այս էկո խմբի ղեկավարը ինչ
վերաբերմունք ունի, այդպես էլ կլինի մեզ մոտ։ Հետևանքներ անպայման կլինեն։ Առաջին հերթին Վրաստանում կլինեն։ Իսկ Վրաստանում լինելուց դու գիտեք, մի փոքր առվի ճամփա է, անմիջապես այդտեղ հետևանքներ կլինեն։ Մենք ոնց կզգանք այդ հետևանքները։ Աստված տա, որ մեր համար ծանր չլինի։